Հիմա էլ Արմոյի հետևից զանգեմ։ Ասում է պարզել է, որ Վարոյին նամակ ուղարկող Արմոնը եղել։ Գերի, իսկ քեզ չի թվում, որ մենք գերագնահատում ենք այդ Արմոյին։ Ինձ թվում է Արմոն այդքան չկա, որ կարողանա բերդ նամակներ ուղարկի կամ իր ձեռքերը հասնեն Վարոյին։ Ինձ թվում է Արմոն ոչ մի բանի հետ կապ չունի։ Եթե սա կոնել է այս թեմայի մեջ, ուրեմն էլ ոչ մի բան անհնարին չկա։ Գերի, մենք շատ ենք ընկնում այդ Ադամյանների հետևից, բայց ինձ թվում է Վարոյի պատմությունը ընդհանրապես իրանց հետ կապ չունի։ Բայց եթե պարզվի, որ Ադամյանները կապ ունեն, կամ այդ Արմոն կապ ունի, առաջինը ես եմ այդ Արմոյի հարցերը լուծելու։ Հայկը ոչ մի բան ոչ տեսնում է, ոչ լսում է։ Ու վատը այն է, որ իր մի հատ սխալ արարքը ճակատագրական է լինելու։ Հանգստացի ես։ Արմոն միջանցքում պտտվում էր, հիմա էլ հիվանդանոցի մոտից չի գնում, ինձ թվում է ինչ-որ բան կասկածում է։ Հորքուր, դու Արմոնին լավ չգիտես։ Հիմա ինքը լուռ է, թույլ է թվում, բայց չգիտես որ պահին ոնց կհարվածի։ Ինչ եմ ես վիճակում։ Ինչի է կյանքս կործանվում։ Որովհետև ժամանակին ես էլ եմ թերհավատորեն մոտեցել այդ հարցին։ Եթե լուռ է, ուրեմն իրեն տենց է պետք։ Կամ ինչ-որ փաստեր է հավաքում, որ էլի օգտագործի իմ դեմ։ Ես չեմ պատկերացնում, համ գիտի, որ իրեն չես սիրում, համ ամեն ինչ անում է, որ հետը լինես, չեմ հասկանում։ Արմոյի սերը միակ բանն է, որ ես կասկածի տակ չեմ դնում։ Սեր։ Նարե, դու դա սեր ես համարում։ Հա։ Իսկապես սիրում է ինձ։ Այդ սերը իր համար հիվանդություն է դարձել ու սպանում է համ ինձ, համ իրան։ Ժամանակին ես էլ լուրջ չէի վերաբերվում։ Բայց հետո հասկացա, որ մերժված մարդուց ավելի վատ բան չկա։ Երբ որ մարդուն օգտագործում ես, տանջում ես, մերժում ես, այդ նույնն է, որ իր մեջ հրեշ ես արթնացնում։ Նարե, ամեն դեպքում ինքը այն մարդը չի, ումից պետք է այսպես վախենաս։ Ես արդեն չգիտեմ։ Ով է իմ թշնամին, ով է բարեկամը։ Մի տեսակ ձայնիդ տոնը փոխվեց։ Եթե ինչ-որ բան ես ուզում ասել, ակնարկներ պետք չի անել, պարզ ասա։ Ես անցյալ անգամ հենց այնպես չի եկել քո մոտ։ Ուղղակի Հայկին տեսնելուց հետո մի քիչ հոգեվիճակս փոխվեց, չխոսեցի այդ մասին, բայց հիմա քեզ կասեմ։ Դու հիմա ինձ օգնում ես, պաշտպանում ես Արմոյից, փրկում ես ինձ այս իրավիճակից։ Բայց ես չգիտեմ դու իրականում ինչ նպատակ ունես։ Ինչ նպատակ ունեմ։ Սկզբում դու իմ հետ կապի դուրս եկար։ Ինձ կանչեցիր քո մոտ, որովհետև այդ քեզ պետք էր։ Հետո միանգամից անհետացար։ Ես քեզ 1000 անգամ ձայնային հաղորդագրություններ եմ ուղարկել։ 1000 անգամ քեզնից օգնություն եմ խնդրել։ Բայց դու չկայր, անհետացել էիր։ Հիմա հանկարծ մի անգամից եկել կանգնել ես կողքից, որ օգնես ինձ։ Ես չէի մտածի, որ դու իմ օգնության մեջ մութ կողմեր կփնտրես, Նարե։
Ինչ ես վռամին ասել Քաջիկի մասին։ Ինչի ես վռամին ասել, որ պապան է գողացել նամակը։ Ոչ մի բան չես ասել, սակայն։ Ինչ ասեմ, Անիկ։ Ես էլ չգիտեմ ինչ ասեմ։ Տղետ խելագարվել է։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ ինձ մեղադրեց։ Գիտի, որ Աշոտին ես եմ սպանել, ինքն իրան ենթադրել է, ինքն իրան մտածել է ու հաստատել է, որ Քաջիկին մահվան ես եմ հասցրել, ու այդ նամակի բովանդակությունը ես եմ փոփոխել, որ իմ կաշին փրկեմ։ Հետաքրքիր է, գիտես ինձ ինչ է ասում։ Տղետ։ Ինձ ասում է, որ ես Նարային ծախում եմ Արմոյին, որ օֆիսում ավելի վստահելի մեկն ունենամ։ Ասում է, որ Նարայի ամուսնությունը գործարք է իմ ու Արմոյի միջև։ Բայց կանից հետո, Անիկ, այսքանից հետո ես բար կփոխանակեմ դրա հետ։ Իհարկե ոչ, չեմ փոխանակի, Անիկ, ոչ մի բար, տար անգամ։ Չեմ հասկանում, որտեղից է տենց ենթադրություններ արել, ով է ասել։ Ես չգիտեմ, ինձ ընդհանրապես չի հուզում, ոչ էլ հետաքրքրում է։ Ես հասկանում եմ, ես մեղավոր եմ, մեղավոր մարդ եմ, երևի ամենամեղավորներից մեկը, բայց դա չի նշանակում, որ ես ցանկացած մեղքի ընդունակ եմ, Անիկ։ Ծնողի համար գիտես ինչքան դժվար է, որ երեխեն հենց զզվելի բաների մեջ է մեղադրում, հորը, որ հել չպատմած։ Ես չգիտեմ, դա կարա անդառնալի հետևանքներ ունենա, Անիկ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Զարմացած եմ ուղղակի։ Բայց ես ինչքան եմ զարմացած։ Քո պաշտելի վռամը։ Ուղեղը լվացել մի կողմա շպրտել ու քայլում առաջ։ Ինչ որ մեկն է իր ուղեղը լվացել։ Հետաքրքիր է ով։ Ով պիտի նման բան ասեր վռամին։ Վերջացրու, Անիկ, վերջացրու։ Էլի սկսեցիր փռել փեշերդ, պաշտպանել։ Ով պիտի ասած լինի, կամ ինքը այդքան խելք չունի, որ ուրիշի ասածով գնա առաջ։ Ինքը գիտի, ինքը ամեն ինչ շատ լավ հասկանում է։ Արմոյին օֆիսում, որ գործեր եմ, այսպես վստահում, որ կարողանում է այդ գործերը կատարել, երևի խանդում է կամ նախանձում է Արմոյին։ Պատկերացնում ես դու։ Ու այսքանից հետո, Անիկ, այսքանից հետո ես վռամ տղա, դու ինձ նման հորը, հա։ Ինձ նման հորը, որ կյանքս չեմ խնայել, այլ ու քրտինք եմ թափել, դաստիարակել հասցրել ես օրվան, որ ես պատասխանները ստանամ, հա։ Սակուլա վերջացում։ Ինչ ուզում ես ասա, բայց մեկա տղետ է։ Մի խոսա տենց։ Ես լավ գիտեմ ով է, Անիկ։ Ինձ ուղղություն տալու կարիք չկա։ Այ պիտի քիթը գետին քսվի, որ հետո իմանա ով է։ Լավ, էլ այս թեման չենք շարունակում։ Դու գնա Նարայի մոտ տես ոնց է։ Վռամն էր եկել։ Պատմում էր այդ նամակի մասին։
Այն նամակի, որի մասին գիտենք մենակ ես, դու, պապան ու Հայկը։ Ես ու պապան երբեք չենք խոսի այդ մասին։ Արդեն պարզա չէ, թե ում հետ է Վրամը խոսել։ Հա ես եմ ասել։ Նարեդա այն թեման չէր, որը ես պիտի թաքցնեի։ Ես հասկանում եմ, որ կյանքում կան իրավիճակներ եւ դանակը ոսկորիտ է հասնում ու դու ստիպված ես ասել են, ինչ երկար ժամանակ թաքցրել ես։ Բայց ես այդտեղ ուրիշ կասկածներ ունեմ։ Ուզում եմ հասկանամ ինչ ես մտածել։ Վրամը քո մասին ոչ մի բան չի ասել։ Բայց պարզվում է, որ դուք շփվում եք։ Նարե դու էլ ոչ ոքի չես ասել, բայց մենք մեր կապը պահել ու պահում ենք մինչև հիմա։ Հոր քուրարի սենց պայմանավորվենք, հա։ Ես հիմա անկեղծ եմ քո հետ։ Ու պարզ։ Խնդրում եմ, որ դու էլ իմ հետ պարզ լինես ու անկեղծ։ Ես պարզ եմ, թաքցնելու ոչինչ չկա։ Միշտ էլ ասել եմ, որ հորդ երբեք չեմ ների, բայց քո ու Վրամի հետ հարաբերությունները կապ չունի այն ատելության հետ, որ ունեմ հորդ հանդեպ։ Հա, ինչ որ պահի ես քո զանգերին ու նամակներին չեմ պատասխանել, որովհետև դեռ չգիտեի ինչ պիտի անել։ Քո ու Հայկի թեման, իմ վերադառնալու նպատակը, Քաջիկի նամակը, Հայկի հարցերը, այդ ամեն ինչը մտքերս խառնեց ու խճճեց ինձ։ Ժամանակ էր պետք, որ ես հասկանայի, թե ինչ պիտի անեմ։ Ու դու որոշեցիր Վրամին պապայի դեմ հանել։ Հավատանար է։ Հորդ դեպքում հատուկ միջնորդություն պետք չէր, որ իր երեխաները իր դեմ դուրս գան։ Ես ընդհանրապես փորձել եմ վերականգնել այն կապը, որ Սաքոյի թեթև ձեռքով տարիներ առաջ ընդհատվել է։ Հետո Վրամը երեխա չի, որ ես համոզեմ ու իմ կողմ քաշեմ, ու այստեղ կողմի ու դեմի խնդիր չկա։ Ես փորձել եմ վերականգնել մեր կապը ճիշտ այնպես, ինչպես քեզ հետ։ Ու ինձ թվում է ոչ մի վատ բան չկա նրա մեջ, որ ես իրեն փորձում եմ ամեն ինչ պատմել ու տեղյակ պահել։ Որն է ավելի լավ ապրել ստի մեջ, թե դուրս գալ կեղծիքից ու իրականությունն ընդունել։ Սոն, բարև, ոնց ես։ Ուզում եմ այսօր գամ ձեր տուն, որովհետև որ քեզ մնա դու այդ 4 պատի մեջ հաստատ ամբողջ օրը կթթվես։ Ահա, ճնճեցի։ Որ իրան զգուշացնեմ, հաստատ մի բան հորինելու է, որ ես չգնամ։ Ավելի լավ է ես ինքս գնամ անակնկալ անեմ։ Ոյ, այնքան եմ սիրում եմ աշխատանքը, երազանքների աշխատանքը ուղղակի։ Ուֆ։
Սոն կբացատրես ինչի համար էր այդ բողոքի ակցիան։ Ինչի սենյակում չես քնել գիշերը։ Չես լսում քո հետ եմ Սոն։ Երբ քեզ է պետք, դու ժամանակ ունես խոսելու, բայց երբ ես եմ գալիս, այդ ժամանակը չի լինում, չէ՞։ Մնում էր ասեիր, որ տենց մանկական բաներից նեղացել ես Սոնը։ Վրամ եթե քո համար հարաբերությունները, ամուսնությունը ու իրար մասին հոգ տանելը մանկական խաղ է, ուրեմն ես ոչ մի բան չունեմ քեզ ասելու։ Ոչ կասեմ, ոչ էլ պատրաստվում եմ լսել քեզ։ Ոնց որ շատ փափուկ ես, հա դարձել Սոնը։ Դու չգիտեիր ում հետ ես ամուսնանում։ Թե երեսիդ ժպտացի, մի քիչ սրտովդ գնացի, մտածեցիր քեզ ամեն ինչ կարելի է։ Կարող եմ մինչև բողոքելը փորձես մարդու դրության մեջ մտնես, գոնե մի քիչ։ Կարող է ես իրոք լուրջ խնդիրներ ունեմ, իրոք վատ եմ։ Հնարավոր է, չէ, որ այն աստիճանի վատ եմ, որ չկարենամ քո հետ հարաբերություններս կարգավորեմ, չկարենամ ինչ-որ քայլ անեմ։ Գիտես խնդիրը որն է։ Որ ես հոգնել եմ բոլորին հասկանալուց ու բոլորի դրության մեջ մտնելուց։ Ես գիտեի ուր եմ գալիս, գիտեի ում հետ եմ ամուսնանում։ Բայց ես հոգնել եմ իմ էմոցիաներն ու ինքնասիրությունը զոհելուց։ Վրամ ես չգիտեմ, եթե դու այսօր քնես, վաղը ինչ տրամադրությամբ կարթնանաս։ Մի պահ ամենամտահոգ, ամենաջերմ մարդն ես լինում իմ համար, պահի տակ էլ այնպես ես քեզ պահում, կարծես երեսս տեսնել չես ուզում։ Ինչ ես խոսում, Սոնա։ Այն ինչ տեսնում եմ, այն ինչ որ դու ես ինձ տալիս։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ կդիմանամ, Բայց ինչ։ Խոսա, Սոնա, բայց ինչ։ չգիտեմ։ Չեմ ուզում աշնորհակալ մարդու տպավորություն թողնեմ։ Ուղղակի հարցեր կան, որ ներսից անընդհատ խեղդում են ինձ։ Ոչ մի խնդիր չկա։ Ավելին ասեմ, ինձ շատ դուր է գալիս քո ճիշտ ու ուղիղ տեսակնարը։ Քեզ ինձ եմ նմանեցնում ու նույնիսկ չգիտեմ դա լավ է թե վատ։ Հա, ես էլ եմ ինձ ու քեզ շատ նմանացնում։ Ես էլ չգիտեմ լավ է թե վատ։ Մի տեսակ իմ մոտ տպավորություն է, որ ես ճակատագիր է։ Նարե, պետքա գնանք անալիզներ հանձնելու։ Ինչի համար։ Քեզ գրանցել ենք որպես բուժառու։ Պետքա գոնե մի քանի անալիզ հանձնես, որ բուժման ընթացք ցույց տանք։ Ինձ թվում է ոչ մի խնդիր չկա, չէ՞։ Չէ, իհարկե ոչ մի խնդիր չկա։ Ես ամեն ինչ կկազմակերպեմ, բայց իմ հերթափոխը վաղուց ավարտվել է, ես պետքա գնամ։ Հասկացա, իսկ որ պիտի գնամ։ Դու պատրաստվի, ես կասեմ քեզ կմոտենան։ Լավ։ Կամաց ես էլ եմ սկսում հավատալ, որ իմ հետ ինչ-որ մի բան են չի։ Հորքուր, բայց ինչ է լինելու սրանից հետո։ Ինչ ենք անելու։ Դու մի մտահոգվի։ Ես ամեն ինչ կկազմակերպեմ, կմտածեմ։ Բայց հիմա պիտի գնամ, կապի մեջ կլինենք, լավ։ Ալո։ Լիլ, ես հեսա հասնում եմ։ Ուր ես հասնում։ Գործիդ տեղը վերջացրել ես, չէ՞։ Լսի, իրականում ընկերուհիներով որոշել էինք դուրս գայինք միտեղ նստեինք։ Չէի հասցրել քեզ զգուշացնեի, կներես։ Լիլ, գոնե գրեիր։ Դե ասում եմ, հանկարծակի որոշեցինք։ Լավ, ասա ուր եք գնալու, որ հետո գամ քեզ տուն ճանապարհեմ։ Լավ, հետո կխոսանք, լավ։ Լիլ, Լիլիթ։
դու ես ստիպում, որ ես քեզ խաբեմ։ Ուրախ եմ, որ հանդիպեցինք։ Նստեք։ Ուսամ լավ եք։ Ձեր պատասխանից հակախված։ Ինչ նորություն կա դատական գործընթացից։ Տեսեք, դատական գործընթացի մասին ես պարբերաբար ձեզ տեղեկացնում եմ, բայց մի փոքրիկ բարդություններ ունենք։ Բարդություններ։ Ես մտածում էի հակառակը պիտի լիներ։ Տեղեկություններ ունեի, որ իմ օգտին փաստեր կան։ Ես չգիտեմ դուք ինչ տեղեկություններ ունեք, բայց երեխային ու իր ծնողներին մենք չենք կարողանում գտնել։ Այսինքն։ Դե երեխայի օրենքով ծնողները վաճառել են իրենց տունը եւ մեկնել արտերկիր։ Այս պահին մենք այլ տեղեկություն չունենք։ Տեսեք, Լալա իրենց ոչ ոք չի կարող մեղադրել։ Իրենք բոլոր իրավական փաստաթղթերն ունեն, որ երեխան իրենցն է։ Հետևաբար իրենք կարող են տեղափոխվել աշխարհի ցանկացած ծայր եւ դրա համար որևէ մեկին հաշվետու չեն։ Լիլ, անակնկալ։ Պատմական իրադարձություն է դարձել քեզ հանդիպելը, Սոնա ջան։ Սոնա ով է։ Ես եմ, բարև, փեսա։ Լիլարի առաջ գնանք։ Ասում եմ բարև, փեսա։ Բարև։ Բարև ձեզ։ Նարեն դուք եք։ Բարև ձեզ, հայ ես եմ։ Ոնց եք ձեզ զգում։ Ճիշտ ասած ինձ լավ չեմ զգում, թույլ եմ, գլուխս է պտտվում։ Անդադ ուզում եմ պառկեմ, չեմ հասկանում ինչա կատարվում։ Դե ձեր անալիզների պատասխանից արդեն պարզ է թե ինչն է պատճառը։ Վախենալու ոչինչ չկա, Նարե ջան։ Ձեզ պետք է ուրախացնեմ։ Անկեղծ ասած չհասկացա ինչ նկատի ունեք։ Նարե ջան, շնորհավորում եմ։ Դուք հղի եք։ Ասեմ, որ ձեր գլխապտույտների ուված գալու պատճառը հղիությունն է։ Ու ոչ մի թոքաբորբել չկա։ Ձեր անալիզները մաքուր են եկել, ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու բան չկա։ Հղի եմ։ Հիվանդանոցում մնալու պատճառ չկա, ես կխնդրեմ, որ ձեր դուրս գրման փաստաթղթերը պատրաստ են։ Նարե ջան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ։ Լավ եղեք։ Կարող է անհարմար պահի եմ եկել։ Չէ, ինչի։ Եսի՞։ Ինչ դժգոհ դեմքեր։ Չէ, երևի ուղղակի հանկարծակի եկավ։ Հա, հասկացա ակնարկդ։ Այսինքն դու սպասում ես, որ ես պետքա զգուշացնեի նոր գայի, չէ՞։ Գիտես ինչ լավ եմ արել, որ եկել եմ, որովհետև եթե քեզ կես խոսք ասեի, կամ ասելու էիր չգայ, կամ էլ ասելու էիր հարմար չի դուրս գամ, ու ընդհանրապես մոռացել ես ոնց են ապրում նորմալ մարդիկ։ Լիլ կլինի կամաց խոսած, կլսեն ամոթ է։ Իսկ դուք ձեր բոլոր հյուրերին եք միջանցքում դիմավորում, թե իմ հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Լիլ կներես, ուղղակի այնքան շատ ես խոսում, խառնվեցի իրար մոռացա։ Լիլ, ռենտգենը տանջատի, հա, ամեն ինչ կարգին է, իմ հետ պետք չի այդպես նայես։ Հոգնած կարմրած աչքեր, մաշկիդ գույնը էնչի,
Ու ոնց որ մի քանի կիլոգրամ լավ կորցրել ես։ Սկսվեց։ Էլ բան չեմ ասի, հա։ Ու իրոք չեմ ասի։ Այս ամեն ինչը ստրեսի արդյունքն է։ Ու չփորձես հերքել, ես ամեն ինչ լավ տեսնում եմ։ Լիլի, թեյ կխմես, թե սուրճ։ Չէ, ինձ թվում է ավելի լավ է թեյ։ Արի գնանք թեյ խմենք, հա։ Ջան, ո՞նց ես քեզ զգում։ Դուրս գրմանդ փաստաթղթերը արդեն պատրաստ են։ Կուզես հարազատներիցդ ինչ-որ մեկին զանգեմ, որ կան քո հետևից։ Չէ, խնդրում եմ, ոչ մեկին մի զանգեք, էլի։ Ոչ մեկին զանգել պետք չի։ Ձեզ շատ կարևոր մի բան պիտի խնդրեմ։ Ասա Նարեկ ջան։ Եթե հանկարծ հարազատներիցս ինչ-որ մեկը մոտենա ձեզ ու իմ մասին ինչ-որ բան հարցնի, խնդրում եմ հղիությանս մասին մի ասեք, լավ։ Հասկացա, երևի ուզում ես անակնկալ անել։ Նարեկ ջան, ամեն ինչ կարգին է։ Չգիտեմ, իմ համար էլ էս լուրը անսպասելի։ Էմոցիաներս ներսումս խառնվել են իրար։ Հասկանալի է, բոլոր ապագա մայրիկների մոտ էլ նույն էմոցիաներն են։ Նույն շոկային վիճակն է։ Նարե, սա օրհնություն է, ու ցավոք ոչ բոլորի համար է դա լինում։ Դու իսկապես օրհնություն ես իմ համար։ Դու իմ մեծ սիրո պտուղն ես։ Բայց ես չգիտեմ ինչ եմ անելու։ Բարի օր, Անիկտա։ Բարի։ Նարեի մոտ էլի չեն թողնում մտնենք։ Բաղուց ես եկել։ Լույսը չբացված հիվանդանոցի դիմացն եմ եղել։ Բարզան, իսկ այդ անալիզների պատասխաններից նորություն կա։ Ոչ մի բան դեռ չեն ասել։ Անիկտոտա, քո համար տարօրինակ չի էս պահվածքը։ Նարեի ջերմությունն էր բարձրացել ընդամենը, ոչ մի լուրջ բան։ Թե ինչի են սենց խիստ հսկողություն սահմանել, չեմ հասկանում։ Արմո, ոչ դու ես հասկանում բժշկությունից առանձնապես բան, ոչ էլ ես։ Եթե ասում են պետք չի մտնել, ուրեմն պետք չի։ Դե երևի դրսի վիրուսներից են վախենում, որ կարող են փոխանցել Նարեին։ Արի ներս մտնենք։ Աբո մենք պիտի անպայման հանդիպենք։ Ես քո տան մոտակայքում եմ, կարող եմ ես գալ, կամ դու դուրս արի, որովհետև այն ինչ պիտի խոսենք շատ կարևոր է։ Լիլի, ես չգիտեի, որ դու նոր աշխատանք ես գտել։ Դե հիմա ասեմ, կասես ասում ա, որ մի քիչ հետաքրքրվես իմ մասին, կիմանաս ինչ նորություններ կան իմ կյանքում։ Լավ, Լիլի, ավելի լավ է ասես գոհես նոր աշխատանքիցդ։ Հա, շատ։ Այնքան լավ է ամեն ինչ։ Շատ կուզեմ, որ դու էլ գաս մեզ մոտ մարզվելու, իրականում ոչ միայն մարմինդ մարզելու համար, համ էլ միտքդ մի քիչ կհանգստանա։ Վստահ եմ քեզ լավ ես զգալու։ Լավ միտք է։ Ես քեզ տարեկան աբոնեմենտ կնվիրեմ։ Ինչի համար։ Վայ, մտքովս է անցել, խնդիր կա։ Լիլ, մի քանի օրից քո ծնունդն է, բայց դու ես ինձ նվիրանում։ Օհ, լավ է ծնունդս էլ հիշում ես։ Լավ է, Լիլ, արդեն սկսում եմ նեղվել։ Աճիջ մի քիչ նեղվի, որ ուշքի գաս։ Դու են ասա, ինչ ես որոշել անել ծննդյան օրը։ Այ դրան շատ լուրջ եմ պատրաստվել ու որոշել եմ ինքս ինձ իմ երազանքներից մեկը նվեր անել։ Չէ, մի փորձի հասկանաս, որովհետև հաստատ չես գուշակելու։ Իսկ կարող է հուշես։ Լիլ, մի բան ասա, հասկանամ ինչ ես որոշել անել, հասկանամ ոնց պատրաստվեմ։
Պետք չի ոչ մի բանի էլ պատրաստվել, ուղակի սպասի ամեն ինչ կիմանաք։ Էլի ինտրիգներ։ Քո ոչի մեջ ալին։ Հիմա ինչ անենք, ես էլ էսպիսին եմ։ Նարի ջան, Այս ինչ յուրահատուկ կանոնակարգը։ Հիվանդին կարելի է դուրս գալ, բայց տեսակցությունը խստիվ արգելվում է։ Նարի ջան, ինչ ես տեղ նստած։ Ինչի պալատում չես։ Երտակություն չունես։ Ինչ է եղել։ Անալիզների պատասխանները ստացար։ Ասա ինչ ասեցին բժիշկները։ Հա, ամեն ինչ նորմալ է, սեզոնային հիվանդություն է։ Դուրս են գրել, դրա համար եմ դուրս եկել։ Փառք Աստծո, կարևորը ոչ մի վատ բան չկա։ Ես բժշկին տեսնեմ, գամ ու գնանք։ Ինչի համար ես գնում բժշկի մոտ։ Չհասկացա։ Ինչի համար ես գնում բժշկի մոտ։ Ինչը հասկանալի չի։ Ամեն ինչ նորմալ է, ուղղակի սեզոնային վիրուս էր։ Բուժումը շարունակելու եմ տանը։ Կամ դու ով ես, որ գնես բժշկի մոտ։ Ինչ պիտի իմանաս։ Նարե, ինչի տենց լարվեցիր։ Ընդամենը գնաց բժշկի հետ խոսի։ Ինչ է կատարվում։ Ինչ ես քեզ տենց տարօրինակ պահում։ Նստի։ Ձենը շատ լարված էր, ինչ է եղել։ Փաստաբանն էր զանգել։ Ասում էր, որ երեխուս երկրից տարել են, ես չգիտեմ ինչ անեմ։ Սիրտս անհանգստությունից պայթում է, տեղից չեմ գտնում։ Հիմա զգում եմ, որ վերջնականապես երեխուս կորցնում եմ։ Ինչ որ մի պահի հանգիստ էի։ Մտածում էի երազանքիս արդեն մոտ եմ, բայց հիմա զգում եմ, որ էլ ոչ մի հույս չկա։ Հասկանում ես, իրենք շատ լուրջ կապեր ունեն, եթե որոշեն, որ իրենց ոչ ոք չպիտի գտնի, ուրեմն չեն գտնի։ Իսկ դու ինձ բան էիր ասել, խոստացել էիր, որ կգտնես, ինչ-որ լուր կիմանաս, ինչ-որ լուր, որը դատարանում իմ օգտին կծառայի, կասես, ինչ արժեք ունեն քո իմացած տեղեկությունները, եթե դրանք ոչ մի օգուտ չեն տալու ինձ ու չեն ծառայելու։ Չհասկացա, հիմա ինձ ես մեղադրում։ Հա մեղադրում եմ քեզ էլ, ինձ էլ, ամբողջ աշխարհին։ Երբ խոսքը երեխուս ա վերաբերում, ես ոչ մեկի հաշվի չեմ առնում, ինձ համար բոլորն են մեղավոր։ Երբ խոսքը վերաբերում է երեխուս, ես աշխարհի ամենաանօգնական ու անճար մարդն եմ դառնում։ Ես պատրաստ եմ ցանկացած թեմայով բոլորի դեմ կռիվ տալ, պայքարել, բայց միակ թեման է, որը ինձ կարող է խեղճացնել։ Գիտես ինչի եմ ամենաշատը քեզ մեղադրում, որովհետև ամենաշատը քեզ եմ հավատացել, որովհետև դու ինձ հույս ես տվել, իսկ կարևոր մարդկանցից առաջինն ես նեղանում ու առաջինը իրենց վրա ես բարկանում։ Ես իմ անօգնական վիճակից ինձ կորցնում եմ, հասկանում ես։ Էդ երբ ես դառա քո համար ամենակարևոր մարդը։ Համ հասկանում եմ, համ չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Աբո ես արդեն երկար ժամանակ երեխուս ձայնը չեմ լսել։ Ու պարզ չի թե երբ կլսեմ, հասկանում ես։ Հասկանում ես, դա ինձ համար ինչ սարսափ է։ Ես քեզ ասել էի, դու քո երեխուց լուր կունենաս։ Համբերի։ Կասկածներ կա քո խոսքի մեջ։ Ես քեզ հասկանում եմ, բայց հավատա ինձ, ես իմ խոսքի մարդ եմ։ Եթե ասել եմ, կանեմ։ Հավատում եմ։ Քեզ հավատում եմ։ Ներողություն, մի րոպե կսպասեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Ադամնյան Նարեի մասին տեղեկություն եմ ուզում իմանալ։ Քիչ առաջ եք դուրս գրել։ Ինչա պետք անել,
Եվ ինչ խնդիր կար։ Դուք Նարեի Ամուսին։ ամեն ինչ նորմալ է։ Անալիզների պատասխանները մաքուր են եկել։ Իսկ վատ զգալու պատճառը